Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Հավակնորդների ցանկում է ներառվել նաև Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն 77 կիլոգրամ քաշային Մալխաս Ամոյանը։ 2025 թվականին Ամոյանը դարձել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև ոսկե մեդալ նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Ադրբեջանցիները պղծելու վանդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երիցման կանց վանքը 17-րդ դարի այս մասին հայտնել է Արցախ Մոնումենտսը։ Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյան որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնի վայր ընկած է։ Վթարի է ենթարկվել ինքնաթիռ, որի մեջ եղել են անձնակազմի 7 անդամներ, ինչպես հաղորդում է 112 տելեգրամ ալիքը, դեպքը տեղի ունեցել Ռուսաստանի Իվանովոյի մարզում։ Ըստ տեղեկությունների վթարը տեղի ունեցել Ֆուրմանովսկի շրջանում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ եւ զոհերի մասին տեղեկությունները չեն հրապարակվել։ Ըստ REN TV տելեգրամյան ալիքի վթարի ենթարկված ինքնաթիռը AN-22-ն է եղել։ Թուրքիայի զինված ուժերը ավարտել են Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի ռազմական կոնտինգենտի հնարավոր տեղակայման նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է Թուրքի թերթը, հղում անելով անվտանգության աղբյուրների։ Թերթը նշել է, որ պատրաստվածության մակարդակն այնպիսին է, որ Պաղեստինյան անկլավում ուժեր տեղակայելու խնդրանք ստանալուց հետո Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը գրեթե անմիջապես կկազմի անհրաժեշտ չափի ստորաբաժանում եւ կուղարկի այն նշանակման վայր։ Թերթի աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է թուրքական զորքեր ունենալ Գազայի հատվածում, սակայն Իսրայելը դեմ է դրան։ Աղբյուրների համաձայն ամերիկացիները ճնշում են գործադրում Իսրայելի վրա, թույլ տալով թուրքական զորքերին մասնակցել Պաղեստինյան անկլավում միջազգային առաքելությանը։ Հայ սպա Գուրգեն Մարգարյանի 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել։ Այս մասին հաղորդում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ սեփական աղբյուրները վկայակոչելով։ Ադրբեջան 24 կայքի տեղեկություններով Սաֆարովին դեռ 2017 թվականին էր փոխգնդապետի կոչում շնորհվել։ Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանի սպանության համար Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից 2006 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Հունգարական կողմը նրան Բաքվին էր փոխանցել 2012 թվականի սեպտեմբերին։ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել Սաֆարովին։ Նա կրկին անցել էր զինվորական ծառայության։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ չի պլանավորում հանդիպում Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նախագահի ապագա հանդիպումների ժամանակացույցը դեռևս վերջնականապես որոշվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շուտով կայցելի Ռուսաստան եւ Բելարուս եւ կհանդիպի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կարող եմ ասել հետեւյալը. այս շաբաթ նման ծրագրեր չկան եւ նման հնարավորություն չկա։ Ժամանակացույցը դեռևս կազմվում է, լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով ՌԻԱ Նովոստի հարցերին։ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի։ Երեքշաբթի օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ժամը 16:00-ի Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ հրդեհի հետևանքով զոհվել է 160 մարդ։ Եվս 6-ը դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդել է հեռուստաալիքը, հղում անելով Հոնկոնգի ոստիկանությանը։ Հեռուստաալիքը նաև նշել է, որ ոստիկանությունը խուզարկություններ կկատարի հրդեհից տուժած 7 շենքերի ճակատներին տեղադրված կառույցների եւ պաշտպանիչ ցանցերի։ Միացյալ Նահանգները կարծում է, որ անցած տարվա ընթացքում Սիրիայի անցումային ղեկավարությունը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել երկրում իրավիճակը բարելավելու համար։ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել աջակցել Արաբական Հանրապետությանը կայուն պետություն ստեղծելու ճանապարհին, որը երաշխավորում է էթնոկրոնական փոքրամասնությունների իրավունքները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք նշում ենք Սիրիայի ղեկավարության եւ ժողովրդի կողմից անցումային փուլում ձեռնարկված նշանակալի քայլերը, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերների աջակցությունը։ Մենք գովաբանում ենք սիրիացի ժողովրդի դիմադրողականությունը եւ վերահաստատում ենք մեր աջակցությունը խաղաղ եւ բարգավաճ Սիրիային, որը ներառում է իր փոքրամասնությունները եւ ապրում է խաղաղության մեջ իր բոլոր հարևանների հետ, նշել է Ռուբիոն։
Դեկտեմբերի 9-ին Չեխիայի վարչապետ նշանակված Անդրեյ Բաբիշը խոստացել է հանրապետությունը դարձնել մոլորակի վրա ապրելու լավագույն վայրը։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է Իդնես լրատվական պորտալը։ Բաբիշը հայտարարել է, որ որպես վարչապետ ինքը կպաշտպանի չեխ քաղաքացիների շահերը ոչ միայն հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում։ Նա խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի Չեխիան դառնա ամբողջ մոլորակի վրա ապրելու լավագույն վայրը։ Պորտալի տվյալներով Չեխիայի նախագահ Պետր Պավելը ակնկալում է, որ Բաբիշը կներկայացնի նոր կառավարությունում նախարարական պաշտոնների թեկնածուների ցուցակը։ Դրանից հետո պետության ղեկավարը կհայտարարի նոր կաբինետի նշանակման արարողության ամսաթիվը։ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։ Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն դժբախտ պատահարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները, բժշկական տարհանումը, հայրենադարձությունը։ Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք, որը մոտավորապես 42320 դրամ է։ Տուգանքի վճարի ժամկետ անց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա եռապատկվում։ Պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։ Այս պահին դասապրոցեսները կանգնեցնելու իրավիճակ չկա։ Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակին եւ կրթական պրոցեսի կազմակերպմանը։ Հարգելի քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի։ Փաշինյանը գնում է եկեղեցի, բայց ապաշխարության խոսքեր նրանից երբեք չլսեցինք։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ազգային ինքնորոշման միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նա խոսել է վերջին շրջանում Փաշինյանի եկեղեցիներ այցելելու եւ պատարակների մասնակցելու մասին։ Անաստված Աստծո դեմ ամբողջ կյանքում գործած մարդը հանկարծ որոշում է գնալ պատարակների ու երբեք իրենից ապաշխարանքի խոսք չենք լսել։ Ես մի փաստ բերեմ, որ ամեն մարդ անառարկորեն կհիշի։ Ուրեմն եկեղեցի գնացող մարդը գիտի, որ երբ թվարկվում են մեղքերը ու դու ապաշխարում ես, հետո գալիս են մահացու մեղքերը։ Այո, 7։ Այդ մահացու մեղքերից առաջին հպարտությունն է։ Բայց մենք ունենք մեկին, ով դիմում էր ժողովրդին, ասում՝ դուք բոլորս սրբապիղծ փչացած մարդիկ եք, հոգևոր տեսանկյունից Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Դա ինձ համար ապացույց էր, որ ինքը ոչ մի կապ չունի հոգևոր կյանքի հետ։ Հիմա ամեն գիրակի վազում է մի եկեղեցի այն պղծելու համար։ Վաղը Արցախի Հանրապետության Սահմանադրության հռչակման օրը Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։ Այս մասին հայտնել է Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա փոխանցմամբ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել հայաստանյան քաղաքական ուժերին, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, իսկ օրակարգում երկու հարց է։ Մեր քննարկման օրակարգում արցախցիների վերադարձի իրավունքի հարցն է, ինչպես նաև մեր առջև ծառացած սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական խնդիրները։ Մանրամասնել է պատգամավորը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2026 թվականին ավելացված արժեքի հարկի բարձրացումը 20-ից մինչև 22% համարվում է դաշնային բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու ամենաարդյունավետ եւ ամենաճիշտ միջոցը։ Ինչպես նշել է նախագահը ռազմավարական զարգացման խորհրդի նիստում, այս քայլը ստացել է ինչպես ֆինանսների նախարարության, այնպես էլ կենտրոնական բանկի աջակցությունը։ Միաժամանակ Պուտինը ընդգծել է, որ ԱԱՀ-ի բարձրացումը նպատակ ունի ունենալ ժամանակավոր բնույթ։ Ընտրության բոլոր գործիքներից ամենաարդար, ամենաողջամիտ ճանապարհը սա էր։ Ժամանակավոր հուսով եմ, բայց բարձրացում։ Նշել է նա, չմանրամասնելով, թե որքան կարող է պահպանել նոր հարկային դրույթը։ Նոյեմբերին Պուտինը հաստատել էր փոփոխությունների հարկային օրենսգրքում, որոնք նախատեսում էին ոչ միայն ԱԱՀ-ի ստանդարտ դրույթի բարձրացում, այլ նաև փոքր բիզնեսի համար հարկման շեմի 3 անգամ նվազեցում տարեկան 60 միլիոն ռուբլուց մինչև 20 միլիոն։ Մինչև 2028 թվականի շեմն ըստ օրենքի պետք է կրկին նվազի հասնելով 10 միլիոնի։ Ֆինանսների նախարար
Անտոն Սիլվանովը ընդգծել էր, որ այլ մեխանիզմներով բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը ավելի բարձր ինֆլյացիոն հետևանքներ կունենար, մինչդեռ ԱԱՀ-ի 10%-անոց բարձրացումը ըստ նրա կարող է տեղի ունենալ գրեթե աննկատ։ Լուվրի աշխատակիցները քվեարկել են գործադուլի դեմ ընդդեմ աշխատանքային պայմանների վատթարացման հաղորդում է Le Monde-ն։ Լրագրողները պարզաբանել են, որ թանգարանի 3 խոշորագույն արհմիությունները մասնակցել են քվեարկությանը։ Հաղորդագրության համաձայն աշխատակիցների գործադուլը կսկսվի դեկտեմբերի 15-ին եւ կշարունակվի մինչեւ ղեկավարությունը փոխզիջման կա։ Ամեն օր թանգարանի սրահները փակվում են նախատեսվածից շատ ավելի շուտ, անձնակազմի պակասի, տեխնիկական անսարքությունների եւ շենքի խարխուլ վիճակի պատճառով։ Արվեստի գործերին մուտքը սահմանափակ է։ Լուվր այցելելը վերածվել է իսկական խոչընդոտների ուղու, ասվում է արհմիությունների հայտարարության մեջ։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը 21 օր անցկացրել է բանտում, իր բանտարկյալի օրագիրի գրքում պատմել է, որ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցել իր պատժի կրման մեկնարկից առաջ, նա հրաժարվել է ավելի անվտանգ ուղիչ հաստատություն տեղափոխվելուց եւ ընդհանուր առմամբ արտոնյալ վերաբերմունքից։ Այս մասին հայտնել է եվրոպական պոլիտիկո հրատարակությունը, որը վերանայել է գրքի տեքստը, որը վաճառքի կհանվի դեկտեմբերի 10-ին։ Ես նրան ասելու ոչինչ չունեի եւ տրամադրված չէի բարեկամական զրույցի։ Հրատարակությունը մեջբերում է բանտարկյալի օրագիրը գրքից մի հատված, որտեղ նկարագրվում է նախկին նախագահի հանդիպումը Մակրոնի հետ։ Գրքում նշվում է, որ Սարկոզին մերժել է Ֆրանսիայի առաջնորդի առաջարկը իրեն տեղափոխել ենթադրաբար ավելի անվտանգ բան, ինչպես նաև իր խցում պահակ ունենալուց բացի այլ արտոնություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5% մաքսատուր կսահմանի Մեքսիկայի նկատմամբ ջրամատակարարման մասին համաձայնագիրը խախտելու համար։ ԱՄՆ նախագահը այս մասին հայտնել է Truth Social-ին։ Այս պահին Մեքսիկան չի արձագանքում ԱՄՆ խնդրանքներին, եւ սա շատ անարդար է ամերիկացի ֆերմերների նկատմամբ, ովքեր արժանի են այդքան անհրաժեշտ ջրի։ Ահա թե ինչու ես պատրաստել եմ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս Մեքսիկայի համար 5% մաքսատուր սահմանել, եթե այդ ջուրը անհապաղ չմատակարարվի, գրել է Թրամփը։ Ինչպես Washington Post-ը հաղորդել է 2024 թվականի մայիսի 17-ին, Մեքսիկան տասնամյակներ շարունակ խախտում է պայմանագիրը, դիմադրելով Միացյալ Նահանգներ ջրի մատակարարմանը, քանի որ ինքն էլ տառապում է երաշտից։ Կամբոջայի զորքերի հետ բախումների հետևանքով վիրավորված թայլանդացի զինծառայողների թիվը 8-ից հասել է 29-ի։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թայլանդի զինված ուժերի խոսնակ Սուրասան Խոնքսիրին։ Բախումների ժամանակ զոհվել է 1 թայլանդացի զինվոր, 29-ը վիրավորվել, ասել է նա։ Թայլանդի թագավորական բանակը դեկտեմբերի 8-ին հայտարարեց, որ կամբոջական ուժերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող թայլանդական դիրքերը տեղական ժամանակով 5:00-ին։ Ի պատասխան Թայլանդի ռազմաօդային ուժերը հարձակվել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Թայլանդի բանակի երկրորդ շրջանը նաև հայտնել է, որ Կամբոջան երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին Թայլանդի տարածքի վրա արձակել է BM-21 հրթիռներ եւ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Փաշինյանն այլ ճարճունի ստիպված, որտեղ տեսնում համբուրում է Կճոյանին եւ ծնկի գալիստները առաջ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է փաստաբան Երվան Վարոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմն անցած նավասարդ arczepiskopos Կճոյանին։ Տարիներ շարունակ մենք հայկական ժամանակի էջերից ծանոթացել ենք, չէ՞, նավասարդ Կճոյանի բնութագրականին, բայց պարզվեց, որ կարելի է համբուրել այդ մարդուն։ Հիմա անընդհատ համբուր, որտեղ տեսնում են, իրար համբուրում են։ Փաշինյանն ու Կճոյանը։ Ես կարծում եմ, որ Կճոյանի ներկայությունը այս ամեն ինչին ամենադրական բանն է, որ կարող տեղի ունենար։ Ինչու՞։ Որովհետև այլևս հարկ չկա պատմելու, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը ինչ որ մաքրություն է փորձում կատարել եկեղեցում, թե ոչ, կամ ինչով է ինքը զբաղված։ Սա մի կողմից, մյուս կողմից ես համոզված եմ, որ ինքը ստիպված է Կճոյանի հետ համբուրվում, այսինքն ճար չունի։ Եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ինչ կհիշատակենք առաջին 3 բանը։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը պարզաբանելով, թե ինչու է իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում մեր պետությունը մեր ինքնությունն է։ Այս համատեքստում Փաշինյանն առանձնացրել է հայոց գրերը, քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցին։ Նա ընդգծել է, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին աշխարհի անկախ եկեղեցիներից մեկն է եւ մանրամասնել թե ինչու։ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը պետական առաքելություն էր։ Իդեպ Մեսրոպ Մաշտոցը կրոնավոր դառնալուց առաջ պետական պաշտոնյա էր։ Ինքը կրոնավոր դարձել է ըստ ամենայնի
կրթական համակարգում աշխատանքի անցնելու համար, որտեղ այն ժամանակ կրթվելու ուրիշ տեղ, քան եկեղեցին չկար։ Եկեղեցուց առաջ մեհյանն էր կրթվելու տեղը։ Այսինքն հին աշխարհում կրթվելու տեղը դրանք կրոնական ինստիտուտներն էին։ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին աշխարհի անկախ եկեղեցիներից մեկն է, ինքնուրույն եկեղեցիներից մեկն է, որը մեզ համար հպարտության աղբյուր է։ Ինչու է Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին անկախ։ Անկախ է մի պատճառով, որովհետև ինչպես գիտեք, 373 թվականին, երբ որ Ներսես կաթողիկոսը մահացավ, անհրաժեշտություն կար նոր կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու։ Եվ Պապ թագավորը, որը ընդամենը 3 տարի էր թագավորում, ասեց՝ մի րոպե, ինչու պետք է Հայաստանի, այն ժամանակ կաթողիկոս չէր միջալոց, եպիսկոպոսապետ էր կոչվում, որը նշանակվում էր Կեսարիայի մետրոպոլության կողմից, ինքը ասեց՝ մի րոպե, մենք պետություն ենք անկախ, ինչու պետք է մեր կաթողիկոսին նշանակեն Կեսարիայից, մենք կարող ենք ինքնուրույն դա անել, եւ Պապ թագավորի որոշմամբ որոշվեց, որ այսուհետև հայ առաքելական եկեղեցու առաջնորդը կընտրվի տեղում հայաստանցիների կողմից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա։ Ինքնաթիռը վայրեջք է կատարել Բերլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար, Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների համանախագահ Գևորգ Պապոյանը, ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ այլք։ Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպումներ ունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի եւ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի նաեւ տեղի գործարարների հետ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը Հայաստանում։ Ներկայիս իրավիճակում չենք տեսնում հիմքեր, թե ինչու Երևանը չի ընդունի այս առաջարկը, նշել է Ջեյհուն Բայրամովը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը, ինչպես արձանագրված է 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք, նշել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ազգային ժողովի падգամավորներ Ռուստամ Բակոյանը, Քրիստինե Պողոսյանը, Արտյոմ Մեհրաբյանը ու Մարինա Ղազարյանը կգործուղվեն Ժնև։ Այս մասին տեղեկանում ենք ազգային ժողովի նախագահի կարգադրությունից։ Падգամավորները Ժնև կգործուղվեն դեկտեմբերի 8-ից 12-ը մասնակցելու անվտանգության ոլորտի կառավարման եւ վերահսկողության խթանումը Հայաստանում թեմայով ճանաչողական այցին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Անժելա Կժդրյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական։ Ղեկավարվելով Հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով Անժելա Կժդրյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, նշված է որոշման մեջ։ Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատական նիստի ժամանակ միջնորդել է ծանոթանալ, այսպես ասած, քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի։ Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանին նշանակված փաստաբանը փաստաթղթերին կարող է ծանոթանալ այս շաբաթվա ընթացքում։ Նիստի ընթացքում շարունակվել է նաև իբրև թե տուժողների ցուցմունքների հրապարակումը։ Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 9-ին։ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ բարեկային ծառայությունը հետևողականորեն շարունակելու է հայտնաբերել կարգազանցներին, ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։
Միացյալ Նահանգները քաղաքականապես թույլատրած Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հեռացրել են բանակցություններից, ստեղծելով նրա շրջապատի ձերբակալության իրական սպառնալիք։ Այս կարծիքը կիսել է նաև ԿՀՎ նախկին վերլուծաբան Ռեյ Մակգովերնը Consortium News-ի համար հրապարակված հոդվածում։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թիմի ռեալիստները այլևս չեն հետաքրքրվում Զելենսկու կարծիքով եւ հավանաբար կշարունակեն բանակցությունները առանց նրա։ Սակայն փորձագետը կարծում է, որ Ուկրաինայի առաջնորդին բանակցություններից պարզապես հեռացնելը բավարար չի լինի խաղաղության համաձայնագրի իրականացման համար։ Կիևը կլինի զգալի ճնշման տակ, բացի այն աղետալի կորուստներից, որոնք Ուկրաինան կրում է մարտադաշտում, գրում է նա։ Սա վերաբերում է Վոլոդիմիր Զելենսկու եւ նրա շրջապատի դեմ հակակոռուպցիոն հետաքննությանը, որը փոխել է երկրում ուժերի հավասարակշռությունը, ընդգծում է ԿՀՎ նախկին վերլուծաբանը։ Անդրի երկմակի հարկադիր հրաժարականից հետո սպասվում է կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալությունների շարք Զելենսկու մերձավոր շրջապատի այլ պաշտոնյաների նկատմամբ, կարծում է Մակգովերնը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան ունի մի շարք ռազմավարական առավելություններ, որոնք կարող են դեր խաղալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում։ Ինչպես փոխանցում է The Guardian-ը, Մակրոնը նշել է, որ Եվրոպայի ձեռքին շատ հաղթաթղթեր կան, որոնք թույլ են տալիս մտածել հօգուտ եվրոպական կողմի հնարավոր զարգացումների մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով եվրոպական երկրները շարունակելու են աջակցել Ուկրաինային եւ հանդես գալ խաղաղ կարգավորման օգտին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գտնել եղանակ, որով Եվրոպան եւ ԱՄՆ կկարողանան համադրել իրենց դիրքորոշումները, ապահովելու համար միասնական եւ արդյունավետ գործողությունների ռազմավարություն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է քննարկել ռեպարացիոն վարկի տրամադրումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԵԽ նախագահ Անտոնիո Կոշտայի հետ, հիմնվելով սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 15 անօդաչու թռչող սարք։ Տելեգրամյան հրապարակման համաձայն գրոհը կատարվել է միաժամանակ մի քանի ուղղություններով։ ՊՆ-ի տվյալներով Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի մարզերին, ինչպես նաև Ղրիմին։ Ղրիմի վրայով ՌԴ հակաօդային ուժերը խոցել են 4 ԱԹՍ, իսկ մնացած տարածքներում համապատասխանաբար 7, 2 եւ 1 անօդաչու։ Մեկ այլ սարք ոչնչացվել է Կասպից ծովի ջրային տարածքի վերևում։ Նախարարությունը չի տեղեկացրել ասպարեզում հնարավոր ավերածությունների կամ քաղաքացիական վնասների վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վոլգոգրադում անօդաչուների գրոհից հետո 2 բազմաբնակարան շենքերի բնակիչների համար բացվել է ժամանակավոր կացարան։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկրի բնակիչների հետաքրքրությունը առաջիկա ուղղակի գծի նկատմամբ զգալի է։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պեսկովը ընդգծել է, որ հսկայական հետաքրքրությունը չի պայմանավորվում ռեկորդների ձգտումով, այլ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։ Պեսկովի խոսքով ընդլայնվել են քաղաքացիների հարցերը մշակելու գործիքները, ինչը թույլ է տալիս գրեթե ամենօրյա ռեժիմով մշակում անցկացնել բոլոր ստացված դիմումներին։ Ամենավտանգավոր եւ հրատապ հարցումները նրա հայտարարությամբ անմիջապես փոխանցվում են համապատասխան նախարարություններին։ Կրեմլը պատրաստվում է պատասխանել ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերին, ինչը ըստ աղբյուրի նպաստում է բնակչության հետ կապի ամրապնդմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է. «Շնորհակալություն եմ հայտնում ձեր եւ նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների նախագահ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն եւ բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին։ Կրկին շնորհակալություն ձեր շարունակական աջակցության համար», նշված է նամակում։ Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով Պաշտպանության նախարարության սպա է մահացել։ Այս առնչությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել են, որ դեկտեմբերի 7-ին ժամը 13:56-ին Վարդենիս բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը եւ արձանագրել 1999 թվականին ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են
տղամարդու դիակը անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։ Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Պաշտպանության նախարարությունը։ Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում եւ վայրում, ինչի վերաբերյալ ներքին գործերի նախարարության գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել։ Դեկտեմբերի 8-ին տեղական ժամանակով ժամը 14:35-ին Ջերմուկ քաղաքից 13 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը գրանցվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ եւ Գնդեված գյուղերում 1-ից 2 բալ ուժգնությամբ։ Նիկոլ Փաշինյանը կարող է միայն իր ղեկավարած աղանդավոր քահանաներին հրահանգ տալ, ոչ թե առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին Եվրամեդիա 24-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանությունների ոտնձգություններին։ Նրա խոսքով այս իշխանությունն ունի ընդամենը 10 եպիսկոպոսի աջակցություն։ Որից ասեմ, ժողովրդական աջակցություն ակնհայտ է, որ չունի։ Ունեն 10 եպիսկոպոս, 50-ից ավել, ընդ որում դա միայն մայրաթոռն է, մյուս 3 աթոռներից նրանք չունեն որևէ աջակցություն։ 10 եպիսկոպոս ունեն, որոնց հարցը չգիտեմ ինչպես պետք է լուծվի, բայց ամեն դեպքում երեկվա նրանց այդ եպիսկոպոսներից առնվազն 4-ի արածը դա ուղղակի կարգալուծության հիմք է գնալ եւ մեկ այլ թեմում մասնակցել պատարագի։ Այդ թեմակալ առաջնորդի ուղիղ արգելքի պայմաններում։ Եվ դրանցից մեկը բերել էր իր քահանային։ Խոսքը Սիոն եպիսկոպոսին է վերաբերում, Արմավիրի թեմի քահանա էր, քահանան։ Դա ուղղակի այսպես բառեր չկան ուղղակի թե դա ինչպես մտավորել։ Այսպեսի բան երևի մեր հողի վրա եղել է հարյուրամյակներ առաջ։ Օրինակ Բխիթար Գոշը իր դատաստանագրքում այս իրավիճակների մասին գրում էր եւ ամենածանր պատիժներն էր սահմանում։ Այդ ժամանակ եղել է, բայց հետո հարյուրամյակներ կարծում եմ չի եղել։ 2026 եւ 2027 թվականներին ԱՄՆ-ն $800 միլիոն կծախսի Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով Պենտագոնի բյուջեի նախագիծը։ 2026 ֆինանսական տարվա համար Ուկրաինայի համար նախատեսված է $400 միլիոն, նշված է հրապարակված փաստաթղթում։ Նույն գումարը կծախսվի 2027 ֆինանսական տարում Կիևին օգնելու համար։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի առաջարկած օրինագիծը նաև պատերազմի նախարարությանը պարտավորեցնում է կոնգրեսին զեկուցել Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրման դադարեցման մասին։ Բյուջեի քվեարկությունը սպասվում է այս շաբաթ։ Եվրոպայում դժգոհ են Սպիտակ տան հետ մշտական կապի բացակայությունից եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկախատեսելիությունից։ Այս մասին հայտնում է Politico-ն, վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետին։ Մենք հաճախ անակնկալի ենք գալիս։ Այդպիսին է Թրամփի բնույթը, ընդգծել է պարբերականի զրուցակիցը։ Դիվանագետը նշել է, որ առավել կարևոր խնդիր է Սպիտակ տան հետ մշտական կապի բացակայությունը։ Նրա խոսքով դրա պատճառով եվրոպական կողմի համար ավելի դժվար է տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ից եւ ավելի դժվար է համոզվել, որ իր դիրքորոշումը հասցվել է Վաշինգտոնին։ Գերմանիայի իշխանությունները պետք է սկսեն քննարկել նախկին ԳԴՀ տարածքում խորհրդային անուններով փողոցների անվանափոխման հնարավորությունը։ Նման առաջարկով հանդես է եկել Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կողմից բռնաճնշումների զոհերի գործերով Բունդեսթագի լիազոր Էվելին Ցուպկեն Բիլդին տված հարցազրույցում։ Պարբերականի տվյալներով Արևելյան Գերմանիայում կան ավելի քան 10 փողոցներ, որոնք անվանվել են Վլադիմիր Լենինի պատվին։ Կան նաև փողոցներ, որոնք կրում են ԳԴՀ առաջին նախագահ Վիլհելմ Պիկի եւ Սոցիալիստական հանրապետության նախարարների խորհրդի առաջին նախագահ Օտո Գրոտիևոլի անունները։ Գերմանիայի վերամիավորումից 35 տարի անց ոչ մի փողոց այլևս չպետք է կրի Լենինի, Գրոտիևոլի կամ Պիկի անունը։ Փողոցի անունը մեր այսօրվա ժողովրդավարական հասարակության կողմից ճանաչման արտահայտություն է։ Այդ նույն անձին ընդհակառակը մարմնավորում են հազարավոր զոհերի տառապանքները, ընդգծել է Ցուպկեն։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում դեկտեմբերի 9-ին 10-ի գիշերը սպասվում է անձրև, դեկտեմբերի 10-ից 3-ը 11-ից 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 9-ից 10-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի գիշերը 10-ից 3-ն առանձին շրջաններում, 9-ից 3-ը 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ առանձին նախալեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն
Երևան անձրևի, իսկ հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-ից 13-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-ից 13-ին Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։